Բարև Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր դեկտեմբերի 1-ն է երկուշաբթի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ վաղը նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը։ Քննարկումների արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, իսկ դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթնաժողովին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ ԵԱԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել Մինսկի գործընթացի ավարտի և դրան առնչվող կառույցների փակման մասին։ ԵԱԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 23:59-ին ավարտել է Մինսկի գործընթացի դադարեցումը և դրա հետ կապված կառույցների փակումը, համաձայն նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման, հայտարարել է ԵԱԿ քարտուղարությունը։ Նշվում է, որ որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։ Անհրաժեշտ բոլոր վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։ Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո, նշված է հաղորդագրության մեջ։ Փոփոխություններ են նախատեսվում երեխայի ծնունդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ Համապատասխան օրինագիծը կառավարության հավանությանն է արժանացրել և ուղարկվել է ազգային ժողով։ Սպասվող փոփոխություններն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ Օրենքի ընդունումից հետո արդեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ, նախկին 3-ի փոխարեն։ Առաջինը բնականաբար մայրության նպաստն է տրվում է հղի կնոջը, ընդ որում թե աշխատող, թե չաշխատող մամաներին։ Երկրորդը տրվում է երեխայի ծնվելուց, արդեն մյուս 3-ը տրամադրվում է երեխայի ծնվելուց հետո, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը և այս 4-րդ տեսակը, որ կներմուծվի օրենքի ընդունումով, 3-րդ և յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը։ Առաջին ասացի բոլոր մամաներին է տրամադրվում, ծննդյան միանվագ նպաստը բոլոր ընտանիքներին է տրամադրվում, չաշխատող ներողություն, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը դարձյալ բոլոր մամաներին է տրամադրվում, ես կասեի ծնողին, որտեղ մենք ունենք նաև հայր ու նշանակել ենք երեխայի խնամքի նպաստ, եւ այս 4-րդ տեսակը արդեն կարգատվից կախված ենք տալիս։ Ընդ որում պիտի դիտարկել այս օրենսդրական փոփոխությունը համակարգային, որովհետև զուգահեռաբար վերանայվում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի համակարգը։ Մինչ այժմ ծննդյան միանվագ նպաստը տրվում էր կախված կարգաթվից, առաջին, երկրորդ երեխաների համար տրամադրվում է, այսօր էլ տրամադրվում է 300,000 դրամ, երրորդ և չորրորդ երեխաների դեպքում 1 միլիոնական դրամ և 5 և ավելի երեխայի դեպքում 1,500,000 դրամ։ Սա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործող համակարգն է։ Երբ որ բերում ենք 50,000 դրամական աջակցությունը դարձնում ենք պետական նպաստի տեսակ, այսինքն տալիս ենք օրենքով սահմանված պարտավորություն կառավարության համար, զուգահեռաբար վերանայում ենք նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստը և ներդաշնակեցնում ենք ընդհանուրը։ Նախատեսվում է ծննդյան միանվագ նպաստի չափը համահարթեցնել, դարձնել 500,000 դրամ և առաջին և երկրորդ և երրորդ և չորրորդ և 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ, այսինքն անկախ կարգաթվից կտրամադրվի 500,000 դրամ։ Իսկ այ կարգաթվից կախված արդեն կվճարվի բացառապես երրորդ և յուրաքանչյուր երեխայի կապակցությամբ տրվող պետական նպաստը։ Մտավախություն չկա, որ այդ հարթությունում, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան հարթությունում մենք ամեն դեպքում հետընթաց կունենանք։ Տեսեք, եթե այս օրենքը չընդունվի,
ինչ կունենանք մենք իրավական դաշտում։ 25 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ընտանիքում 3 եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվելու է միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ, որովհետեւ միջոցառումը, որի շրջանակներում 50,000 դրամները տրամադրվում են, նախատեսված էր մինչեւ 25 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաների համար։ Այսինքն, եթե որևէ իրավական ակտ չընդունվի, երրորդ երեխա ծնվելու դեպքում ընտանիքին կտրվի ընդամենը 1,500,000 դրամ։ Իսկ այս օրենսդրական փոփոխության արդյունքում ընտանիքին 6 տարի կտրամադրվի ամսական 50,000 դրամ եւ գումարած 500,000 դրամ։ Ստացվում է, որ գումարային առումով երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխա ունեցող ընտանիքները այսպես շահեկան վիճակում շարունակում են գտնվել։ Այսօր առավոտյան մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանում։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգստացվել է ժամը 10:12-ին։ Մասամբ փլուզվել է եռահարկ շինության տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստի հատվածը։ Կամ մեկ տուժած, նա ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է։ Տարհանվել են հարևանությամբ գտնվող մասնաշենքերի աշխատակիցները։ Եռահարկ շենքում հիմնականում վարձակալությամբ հանձնված տարածքներ են, որոնք ծառայում են որպես պահեստներ։ Հրշեջ փրկարանները իրականացրած աշխատանքների ընթացքում պարզել են, որ գազի արտահոսք կա, որը դադարեցվել է։ Հռոմի պապ Լևոն 14-րդը Թուրքիա կատարած առաջին արտասահմանյան այցելության վերջին օրն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ նրան դիմավորել է պատրիարք Սահակ Մաշալյանը, ապա Ստամբուլի հայկական եկեղեցում Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում մասնակցել է պատարագի։ Քահանայապետի այցը Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով է։ Հիշեցնենք, Հռոմի պապը իր առաջին արտասահմանյան այցն է կատարել Թուրքիա, այնուհետ Լիբանան, որտեղ կմնա մինչև դեկտեմբերի 2-ը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներման պաշտոնական խնդրագիր է հղել նախագահ Իցհակ Հերցոգին։ Առանձին տեսաուղերձում Նեթանյահուն նշել է, որ իր գործը պառակտել է երկիրը եւ որ ներումը կօգնի վերականգնել ազգային միասնությունը։ Նոյեմբերի սկզբին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել Հերցոգին, կոչ անելով նրան լիովին ներում շնորհել Նեթանյահուին։ Իսրայելում նախագահը հիմնականում կատարում է խորհրդանշական գործառույթներ, սակայն սահմանադրական օրենքներից մեկը նրան լիազորություն է տալիս ներում շնորհել հանցագործներին եւ մեղմացնել կամ փոխել նրանց պատիժները։ Հոնկոնգի բնակելի համալիրներում գրանցված սարսափելի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի, ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Հոնկոնգի իշխանությունները այսօր հայտարարել են, որ չկանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 13 մարդու։ Նշվում է, որ բնակելի համալիրի վերանորոգման համար օգտագործված սխալ նյութերը դարձել են հրդեհի պատճառ։ Հոնկոնգի 32 հարկանի 8 շենքերից բաղկացած բնակելի համալիրում հրդեհը սկսվել եւ արագ տարածվել էր նոյեմբերի 26-ի կեսօրին։ Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ժամանել է Փարիզ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման եւ այսօրվա այցը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը պատահական չի համարում, շեշտելով, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց եվրոպացիների մասնակցության։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն միևնույն ժամանակ հավելել էր, թե չնայած Միացյալ Նահանգների կողմից վերջերս ներկայացված 28 կետանոց ծրագիրը զգալիորեն փոփոխվել է։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ զարգացումների մասին ռեպորտաժում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պաշտոնյաները կիրակի օրը մոտ 4 ժամ բանակցություններ վարեցին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին ելք գտնելու համար։ Բանակցությունները տեղի ունեցան Ուկրաինայի համար զգայուն պահին, Ուկրաինայում ծագած ներքին կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Պետքարտուղար Մարկո Ռյուբեն բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է, որ նիստը արդյունավետ է եղել, բայց խաղաղության համաձայնագրի որոնման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։ Խոսքը միայն այն պայմանների մասին չէ, որոնք վերջ են դնում պատերազմին, խոսքը նաև այն պայմանների մասին է, որոնք Ուկրաինային երկարաժամկետ բարգավաճում են ապահովելու։ Կարծում եմ մենք այսօր դրա վրա ենք աշխատում, բայց դեռ շատ անելիք կա։
Դիվանագետները կենտրոնացել են Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև բանակցությունների ընթացքում մշակված 28 կետանոց առաջարկվող պլանի վերանայման վրա, որը քննադատվել է որպես Ռուսաստանի պահանջներին չափազանց մոտ պլան։ Եվ հենց երեկվա հանդիպման մեկնարկին Ռուբիոն փորձել է հանգստացնել ուկրաինական կողմին։ Նա կարճ ելույթում ասել է. Վերջնական նպատակը ակնհայտորեն միայն պատերազմի ավարտը չէ, բայց խոսքը նաև պատերազմի ավարտի ապահովման մասին է, որը Ուկրաինային կթողնի ինքնիշխան եւ անկախ իրական բարգավաճման հնարավորությամբ։ Խոսքը միայն խաղաղության համաձայնագրերի մասին չէ։ Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը պատասխանել է Ռուբիոյին արտահայտելով իր երկրի գնահատանքը ԱՄՆ ջանքերի համար։ Ուղերձը ուղղված է եղել Թրամփին, ով ժամանակ առ ժամանակ պնդում էր, որ Ուկրաինան բավականաչափ երախտապաշտ չի եղել պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի օգնության համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները լսում է մեզ, Միացյալ Նահանգներն աջակցում է մեզ, ԱՄՆ-ն աշխատում է մեր կողքին։ Այս անգամ Անդրեի Երմակի փոխարեն Ուկրաինայի պատվիրակության գլխավոր բանակցող էր նշանակվել Ումերովը, ով նախկինում էլ ներգրաված է եղել ընթացիկ բանակցություններում։ Ուրբաթ օրը Զելենսկին հայտարարել էր Երմակի հրաժարականի մասին այն բանից հետո, երբ նրա տունը խուզարկվել էր կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննիչների կողմից։ Ուկրաինայում կառավարությունը հայտարարել է, որ ցնցված է էներգետիկ ոլորտից կապալառունների կողմից վճարված կաշառքների միջոցով $100 միլիոն հափշտակման շուրջ սկանդալից, ինչը նոր ներքին լարվածություն է առաջացրել երկրում։ Անցած երեքշաբթի Թրամփը հայտարարեց, որ շաբաթվա վերջին Վիտկոֆին եւ հնարավոր է նաեւ Քուշներին կուղարկի Մոսկվա Պուտինի հետ խաղաղության իր առաջարկած ծրագրի շուրջ հանդիպելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինը Վիտկոֆի հետ կհանդիպի մինչև հինգշաբթի օրը։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ռուբիոն հանդիպել էր Երմակի հետ Ժնևում եւ երկու կողմերն էլ նշել էին, որ բանակցությունները դրական էին եղել վերանայված խաղաղության պլանի մշակման հարցում։ Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը արագ եւ էականորեն կմշակի պատերազմը դադարեցնելու անհրաժեշտ քայլերը։ Շաբաթ օրը իր երեկոյան ելույթում նա ասել է, որ ամերիկյան կողմը ցուցաբերում է կառուցողական մոտեցում։ Առաջիկա օրերին հնարավոր կլինի մանրամասնել այն քայլերը, որոնք կօգնեն որոշելու, թե ինչպես պատերազմը արժանապատիվ կերպով ավարտի հասցնել, նշել է Ուկրաինայի նախագահը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Գյումրի կամերային դահլիճում հիշատակի համերգ էր նվիրված փողային նվագախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գեորգի Ձամուկաշվիլիի 80-ամյակին։ Մայեստրոյի ղեկավարած պետական նվագախումբը 88-ի երկրաշարժից հետո առաջին մշակութային կառույցներից էր, որ աղետ տեսած քաղաքում վերսկսեց իր գործունեությունը անուն ու համբավ վաստակելով Հայաստանի սահմաններից դուրս։ Մայեստրո Ձամուկաշվիլիի հիշատակի համերգին հնչել են դիրիժորի մի շարք երաժշտական մշակումները ևս։ Գյումրիի պետական փողային նվագախմբի հոբելյանական երեկոն բացվեց տերունական հայրմերի գործիքային կատարումով, որը տարիներ առաջ մշակել է երաժիշտ դիրիժոր Գեորգի Ձամուկաշվիլին։ Այսպես երաժիշտներն ու հանդիսականը պատվեցին ու նշանավորեցին մայեստրոյի հիշատակը։ Մայեստրոն արմատներով վրացի է, մայրը հայ։ Կյանքն ու ստեղծագործական տարիներն այս քաղաքում են անցել։ Ծնվել է Լենինականում 1945 թվականին։ Երաժշտության հանդեպ սերն էր, որ մայեստրոյին թևեր տվեց Պիոներների պալատում 1973 թվականին հիմնադրել Լենինականի փողային նվագախումբը։ Տասնամյակների ընթացքում այն դարձավ հայ եւ արտասահմանյան հազարավոր հանդիսականի սիրելի նվագախումբը։ Դա չափազանց ընդունական ստեղծություն էր, նա ուներ շատ չափազանց զարգացած երաժշտական լսողություն եւ նա կարողանում էր այնպես ներկայացնել երաժշտությունը եւ այնպես ներկայացնել ողջ էությունը երաժշտությամբ, որ նրա համերգներին մենք բոլորս գայթակղված, վերացած, վեհացած դուրս էինք գալիս։ Մենք մանկության ընկերներ ենք եւ մեր կյանքը անցել է երաժշտության մեջ, որովհետեւ մեր համար այլ հետաքրքրություն չկար կյանքում։ Դա մեր մասնագիտությունն էր, բայց մենք տարված ենք դրանով, բայց ամենատարվածը դա Գեորգին էր։ Եվ բնությունից օժտված տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր։ Իր երջանկությունը հենց այդպես էլ գտնում էր։ Դաշիրակել երեխաների, հետո ուսանողների։
Ձամուկաշվիլիի ղեկավարած նվագախմբի պրոֆեսիոնալ անունը հատում է երկրի սահմանները։ Համերգներով հանդես են գալիս ոչ միայն Խորհրդային Միության, նաև եվրոպական մի շարք երկրներում, մասնակցում միջազգային մրցույթների եւ արժանանում բարձր պարգևների։ Եվ ամենակարևորը, որ առանձնացնում են նրա հետ աշխատած եւ նրանից սովորած երաժիշտները, 1991 եւ 2000 թվականներին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոշեփոր եւ Շեփորներ միջազգային մրցույթներում նվաճած 2 գրան-պրիներն են։ Մայստրոյի մշակած այդ ստեղծագործությունները մինչև հիմա հնչում են նվագախմբի համերգներին։ Ավագ սերնդի երաժիշտներն են պատմում, թե ինչպես երկրաշարժից հետո մայստրոն դռնեդուր շրջելով հավաքել է իր երաժիշտներին, հին ու մաշված գործիքներով վերակազմավորել նվագախումբը։ Մայստրոին է վստահվել նաև 30 երկրների միացյալ նվագախմբի դիրիժորությունը։ Սա բացառիկ էր ու մեծ պատիվ այն տարիներին, երբ դեռ ավերակների մեջ էր Գյումրին։ Պետքան աշխարհի բոլոր օրկեստրների հետ միասին դիրիժորությունը նրան է վստահվել, որ համերգը անցկացնի։ Այսինքն նրա մեծությունը նաև Հայաստանի սահմաններից դուրս էր։ Եվ ինձ համար հիմա կրկնակի հբարդություն եմ ապրում, որ նրա ժառանգությունը շարունակում է իր իսկ հարազատ ժառանգը Արմեն Ձամուկաշվիլին, Արտակ Գրիգորյանի հետ միասին։ Շատերը Ձամուկի խատեր էին գալիս նվագելու։ Այդ մարտերին փող ոչ չէր հետաքրքրում։ Ֆավորիտը դարձանք այդ փառատոնի, այս մեր կոդրված սարսափելի գործիքներով երկրաշարժից հետո այդպես է նոր գործիքներ չստացանք մենք, բոլորը գալիս զարմացած նայեն մեր գործիքներին, մեր նվագին լսում էին, զարմանում էին, որ մարշով անցնում էին փողոցներով այդ քաղաքի փոքրիկ պրովինցիալի ֆրանսիական փոքրիկ շատ գեղեցիկ քաղաք էր, բոլորը Արմենիա, բրավո, բրավո, այդպես գոռում էին, շատ լավ էր, շատ։ Ինքը թողեց շատ մեծ ավանդ այս գործին, իր թողած սերունդները այսօրվա օրը բոլորը դասավանդում են, նվագում են օրկեստրում, շատ լավ օրկեստր է ձևավորվել, իր Ձամուկաշվիլի ժորայի տղաները երկուսն էլ աշխատում են այս օրկեստրայում եւ բավականին հաջող համերգներով հանդես են գալիս Գյումրիում։ Վախենալով եմ ասում, փոխարինում եմ իրեն, կանգնում եմ այն ուտին, որտեղ ժամանակին ինքն է ղեկավարած, շատ պարտավորեցնող է։ Իր խորհրդով դարձել եմ երաժիշտ։ Տեսեք, ինքը այն մարդկանցից էր, որ նվագախումբը եւ փողային երաժշտությունը ըստ իմ սուբյեկտիվ կարծիքն իր ընտանիքից շատ էր սիրում, որովհետեւ ինքը ավելի շատ ժամանակ անցկացնում էր մեր հետ նվագախմբի հետ, քան իր տանեցիկի իր տղաների հետ։ Ու մեզ բոլորիս տիպում էր, որ մենք բոլորս եթե ընտրել ենք երաժշտությունը, պիտի լինենք ամենալավը, այլապես պիտի մենք չզբաղվենք երաժշտությունով։ 2022 թվականից Գյումրիի պետական փողային նվագախումբը ղեկավարում է մայստրոյի որդին Արմեն Ձամուկաշվիլին։ Կատարողական հմտությունները, որոնք շարանգել է հորից, կրտսեր Ձամուկաշվիլին համադրում է ժամանակակից երաժշտությամբ, պահպանելով դասականի հանդեպ մեծարանքը։ Հոբելյանական երեկոյի համերգացանկում նաև նոր մշակումներ էին։ Հասմիկ Թմասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների հետևեք Հորիզոնի ժամը 20-ի թողարկմանը։